Բարևձեզ Ֆակտոր TV հյուրը ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրելյանն է, ողջույն, պարոն Գաբրելյան, փոխնախագահ J.D. Vance-ը Երևանում հայտարարեց նաև, որ 26-ի ազգային ժողովի ընտրություններում աջակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ ես կարող եմ ուղիղ մեջբերում անել մի քիչ երկար է, բայց եթե նեղացնեմ արկա ծրագրերը, թրիփը եւ մյուս գործակցությունները նա որպես հնարավոր իրականացում դիտարկում էր նաև Նիկոլ Փաշինյանի վերընտրության հարցը, հա, այդ համատեքստում, ասում է, գիտեմ, որ ընտրություններ մոտենում երկար չեմ խոսի, բայց եթե իմ աջակցությունը որևէ նշանակություն ունի, ապա անկասկած նա ունի այդ աջակցություն, քանի որ այն մարդն է, ով կարող է երկարաժամկետ գործընկերություն կառուցել այդ ծրագրերը հաջողությամբ իրականացնելու համար, սա արդյոք միջամտություն չի Հայաստանի ներքին գործել։ Ես իհարկե զարմացա, որ մեր ընդդիմությունը չխոսեց դրա մասին, բայց իմ կարծիքով ամբողջ այս ընդդիմության աղմուկ աղաղակը իրական պատճառը ոչ թե օրինակ, չգիտեմ, շորի գույնը լավը չէր, թարգմանի չհոգնած էր, այլ հենց իրական այն պայմանագրերն էին, որոնք ստորագրվեցին, այն փաստաթղթերն էին, որոնք ստորագրվեցին եւ նաեւ Ջեյմս Դիվենսի ձեր ասած խոսքերն էին, որոնք ըստ էության սովորաբար դիվանագիտական լեզուն այդքան հանրամատչելի չի լինում, այլ հիմնականում տողատակերով, ենթատեքստով է ուղղորդվում, բայց ԱՄՆ փոխնախագահ իմ կարծիքով ասեց ոչ միայն իր կարծիքը, այլ նաև իրենց նոր ընտրված վարչակազմի կարծիքը եւ իմ տպավորությամբ այս պահին հայ ժողովուրդը դա շատ լավ հասկանում է եւ համակարծիք է Ջեյմս Դիվենսի հետ։ Այո, մենք այն իշխանությունն ենք, որ սրանից 2 տարի առաջ, երբ ամբողջ Հայաստանի Հանրապետությունով մեկ ընդդիմադիր արշավ էր սկսված, Գիրանցը տվեցինք, Էսասյունիքն ենք տալիս, Սևանն ենք տալիս, Միջանցք ենք տալիս եւ մենք հենց այդ ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմելով ժողովրդին հրապարակային կայի դեպ այդ խոսքերը ասաց խնդրում եմ վստահեք մեզ, մենք հիմա կարևոր փուլում ենք գտնվում եւ մեզ պետք է դիմանալ ընդամենը 1-2 տարի եւ Հայաստանի Հանրապետությունը դրանից հետո թեվակողելու է խաղաղության դարաշրջան։ Ես կարծում եմ Ջեյմս Դիվենսի նաեւ այցելությունը դրա լավագույն արտացոլանքն էր, որ այո, Հայաստանի Հանրապետությունը այսօր ապրում է այն ապագայում, որը խոստացվել էր 2021 թվականին, եւ մեր բոլորիս ջանքերով, մեր ակտիվ համագործակցությամբ մեր միջազգային գործընկերների հետ մենք այդ խաղաղության դարաշրջանը այսօր ապրում ենք։ Այս է ամբողջ ընդդիմության աղմուկ աղաղակի պատճառը։ Գնայք, պարոն Գաբրելյան, բայց խնդրահարույց չի, որ ԱՄՆ փոխնախագահ J.D. Vance-ը, այսպես ասում է, աջակցում ենք ձեզ եւ այլն, էլ եթե ընտրություններում կարիք կա ձեզ աջակցել, աջակցում ենք եւ այլն, ասենք, եթե Պուտինը աջակցեր Գագիկ Ծառուկյանին, Քոչարյանին, Նարեկ Կարապետյանին եւ նստել ես պատկերացնում եմ ԿՊԿ պատգամավորները քանի ստատուսներ։ Մենք ունեցել ենք դեպքեր, օրինակ, երբ նմանատիպ հայտարարություններ են եղել, այդ թվում, չգիտեմ, բոլորովին վերջերս ՌԴ արտգործնախարարը ասաց, որ քաղբանտարկյալ կա եւ աջակցում է այդ քաղաքապետին։ Իհարկե մեր խոսակցության ընթացքում մենք բարձաբանեցինք վերջերս Մոսկվայցի ժամանակ եւ կարծես թե իրեն սխալ էին զեկուցել եւ Վարդան Ղուկասյանը այդ հոդվածով չի կալանավորվել, ինչի իրեն զեկուցել էին, այդտեղ նաեւ խնդիր կար։ Բայց ինձ թվում է նույնպես եմ ասում, ես այդտեղ խնդիր չեմ տեսնում, որովհետև այդ աջակցությունը որևէ կերպ պետքա դրսևորվի, եթե լինի ներքին միջամտություն, այսինքն ԱՄՆ փոխնախագահը ասում է իր կարծիքը, ասում է իր վարչակազմի կարծիքը։ Միջամտություն չի սա։ Միջամտությունը պետքա գործնական քայլեր ունենա, այսինքն չգիտեմ, եթե մենք տեսնենք, որ մեկ ամիս հետո դրամահավաք լինի եւ Ջեյմս Դիվենսը թեև օրենքով արգելված է այլ երկրի քաղաքացիներին, բայց որևէ կերպ աջակցություն ցուցաբերի այլ աղբյուրներ, դա կարող ենք համարել։ Իսկ այս դեպքում միանշանակ է, որ ես չեմ տեսնում այդտեղ միջամտություն, բայց նաեւ այո, համակարծիք եմ ձեր հետ, որ ուղիղ խոսքով ասում է, որ այս ամեն ինչը անում ենք, դուք մի հատվածը մեջ բերեցիք, ինքը նաև այնտեղ ասում է, մենք շատ հազվադեպ ենք, գրեթե չենք անում այսպիսի ներդրումներ, չենք անում այսպիսի տեխնոլոգիաների արտահանում։ Սա անում ենք բացառապես, որովհետև վստահում ենք Նիկոլ Փաշինյանին եւ իր թիմին։ Սա ինչ որ առումով այո, կարող է մեր ընդդիմությունը ասել, որ ուղիղ միջամտություն է, բայց ես միջամտություն չեմ տեսնում։ Ուղիղ ասվել է այն, ինչ ասվել է, այո, նրանք աջակցում են եւ ոչ միայն իրենք, ինձ թվում է տարածաշրջանի շատ երկրներ աջակցում են այն քաղաքականությունը, որը վարում է այսօր քաղաքացիական պայմանագիրը եւ դա լավ է, որովհետեւ այն ինչը որ մենք ուզում էինք, շատերը այդ թվում մեր ընդդիմությունն ասում են դա միայն ձեր ուզածն է։ Ասում էին Միջանցք եք տալու, պարզվեց Միջանցքը չի, հետո կպան այդ անխոչնդոտ բառից հիմա էլ կպել են ներդրում, թե արտահանում եւ այլն, բայց ժամանակը գալու այդ ամեն ինչը Պարզաբանում անպայման կխնդրեմ այդ հարցով, բայց արդյոք նաեւ չի հաստատվում ընդդիմության այն թեզը, որ Հայաստանի իշխանությունները արևմուտքի աջակցությամբ, հա, ասենք Եմեն 12 միլիոն է տալիս հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարելու, հիմա Վենսը այսպեսի աջակցություն է հայտնում Նիկոլ Փաշինյանին,
Արևմուտքը աջակցում է ձեզ, որ ընդդիմությանը այսպես ջախջախել։ Ընդդիմադիրները, որ եկել էին Բաղրամյան 26 եւ ուզում էին գորալով ինչ որ բան ասել Ջեյմս Դիվենսին, ուղղակի եկել էին բարևելու, թե եկել էին ինչ որ աջակցություն խնդրելու։ Ինձ թվում է եկել էին աջակցություն խնդրելու, չէ՞։ Դիմելու ավելի շատ։ Դիմելու, բայց դիմելու բովանդակությունն ինչ էր, որոշակի աջակցություն, չէ՞։ Այսինքն ես նորից եմ ասում, մեր ընդդիմությունը այսօր այսպես աղմուկ-աղաղակ է անում եւ մռմռում են նրանց մոտ, որովհետեւ նրանք շատ լավ հասկանում են, որ խաղաղության դարաշրջանը եկել է, նրանք շատ լավ հասկանում են, որ Հայաստանը ի վերջո ձեռք է բերում իրական դաշնակիցներ, որոնք վստահում են Հայաստանի Հանրապետությանը, որոնք Հայաստանի Հանրապետությունը տեսնում են ոչ թե կոնֆլիկտային որևէ գոտի, որտեղ կարելի է աշխատել եւ միայն զենք վաճառել, այլ տեսնում են մի միջավայր, որտեղ վստահելի գործընկեր կա եւ կարող են իրենց ամենագաղտնի, ամենաարժեքավոր տեխնոլոգիաները ներդրում անել եւ բերել Հայաստանի Հանրապետություն կառուցել։ Խշտամին չեմ, պարոն Գաբրելյան, մի քիչ գույնը չեք խտացնում, ինչու պետք է դեմ լինեն ներեցեք խաղաղությանը, չէ՞ որ երբ որ հարցակման են ենթարկվում, բոլորս են ենթարկում այդ թվում չհասկացա ձեր ասը ով դեմ լինի։ Ընդդիմությունը ինչու պետք է դեմ լինի այս ծրագրերին, ասենք խաղաղության համաձայնագրին, ներդրումներին, որոնք բերում են կայունություն, չգիտեմ, Ադրբեջանի։ Դե օրինակ իրանց խոսքերից շատ ակնհայտ է, չէ՞, իրանք պատկերացնում են, որ այդ ներդրումները պետք է լինի կոնկրետ միայն մի կետից, որը արևմուտքը չի։ Շատ բացահայտ ասում են, չէ՞, ասում են, այս ինչը որ անում եք, սրա մի քիչ ավելի էժան, մի քիչ ավելի հարմար տարբերակը կա, օրինակ Ռուսաստանի Դաշնությունում, օրինակ այլ երկրում։ Բացահայտ ասում են, եւ ինչի պետքա դեմ լինեն խաղաղությանը, այդ կարծում եմ ես իրենց գործունեության ընթացքում բազմաթիվ անգամներ ցույց են տվել, ինչի պետքա դեմ լինեն, որովհետեւ խաղաղության օրակարգում, խաղաղ Հայաստանում իրենք անելիք չունեն։ Չէ, ոնց չունեն։ Դաշնակցություն սոցիալիստական կուսակցություն է, կսկսեն հիմա քննադատել ոչ թե ազգայնական երանգներով, այլ սոցիալիզմի դիրքերից։ Իսկ թվում է միայն թղթով են իրենք սոցիալիստական կուսակցություն, եթե հաշվի առնենք իրենց գործունեությունը, ասենք։ Շատ բարձ ասում են, օրինակ միջև թրիփը եթե կար, իրանք դեմ էին այս խաղաղությանը, որտեղ ասում են միայն խաղաղություն կարող է լինել նոյեմբերի 9-ով։ Այդ համաձայնագրով։ Մի բան, որ ասում են կապիտուլյացիա է։ Այդ նոյեմբերի 9-ի բոլոր կետերը եւ այլևս երրորդ այն կողմի այն ուժի կողմից, որը պետք է երաշխավորը չեղավ, մնաց միայն մի կետը, ասում են, չէ, միայն այսպես կարող է լինել։ Հիմա եթե ասենք Սոլովյովը աջակցի Դաշնակցությանը, դուք չեք ասի այ հիբրիդային պատերազմը հարցակում է։ Ես կարծում եմ, ձեր հարցը սխալ է ձևակերպված, եթե չի, իրանք աջակցում են եւ Չէ, ես հրապարակային նկատի։ Հրապարակային աջակցում են, էլի։ Ոնց են աջակցում։ Շատ բացահայտ, երբ որ ասում են, որ ընդդիմությունը պետքա սա անի, պետքա, ես չեմ ուզում մեջ բերել ձեր նշած այդ անձնավորության բառերը, բայց այն ինչ ինքը ասում է, ըստ էության դրա հայերեն թարգմանությամբ էլի, հա, եթե գնանք ճիշտ թարգմանությամբ, այս դեպքում մեր ընդդիմությունը ասում է, որտեվ Սալավյովի եւ մյուսների հետ ուզածն ինչա, որ Հայաստանի Հանրապետությունը չլինի խաղաղ միջավայրում, Հայաստանի Հանրապետությունը չլինի ինքնիշխան, չլինի անկախ։ Իսկ դրա համար ինչա պետք է վերացնել պետական ինստիտուտները, որտեվ Հայաստանի Հանրապետությունը միայն տարածքը չէ, Հայաստանի Հանրապետությունը նաեւ իր պետական ինստիտուտներն են։ Դուք նայեք ինչ թեզեր է առաջ մղվում այսօր այդ Ռուսաստանից կամ այլ այդ ուժերի կողմից գործողված այդ էմիսարների կողմից կտեսնենք, որ դրանք ըստ էության գուցե կարող է տենց պոպուլիստական են թվում, բայց դրանց տակ հստակ դրված է այն թեզը, որ պետություն պետքա չլինի, որտեղ նույնպես եմ ասում, պետություն դա նաև իր ինստիտուտներն են, հա, կառավարությունն է, նախարարներն են, падգամավորներն են։ Վարչապետը հոչի ոչնչացնելու պետություն։ Մեկ դրամ վարչապետ։ Նա հարստացնելու է պետական բյուջեին վարչապետներին, նախարարներին, падգամավորներին Հայաստանի Հանրապետության ժողովուրդը 2018 թվականին մերժել է։ 1 դրամ աշխատավարձ նշանակում է վերադարձ անցյալ։ 1 դրամ աշխատավարձ նշանակում է փակել կանգնեցնել ապօրինի ծագում ունեցող գույքի բոլոր գործերը, որովհետև այսօր բոլոր այդ նախկին թալանչիներին, որ հարցնում ես որտեղից է գույքը, իրանք այդ իրանց մի դրամ աշխատավարձը ցույց չեն տալիս եւ դրա համար էլ հայտնվել են թիրախում, այսինքն եղել են մարդիկ, որոնք բերել ծրարով գումար են տվել։ Օրինակ, Սերյան Օհանյանի առանձնատունը, պարզա չէ, որ պաշտպանության նախարարը այն ժամանակ այդքան աշխատավարձ չի ունեցել, որ ստացել է։ Այո, ծրարով ինչ որ մեկը ասել է մենք կտանք քեզ։ Հիմա այդ մի դրամ կլինի, թե 10 դրամ կլինի, ես ավելին վերջերս ասացի, բայց ինչի կարելի է մի հատ sense ավելի մեծ աճուրդի հանել ընդդիմադիր դաշտում, օրինակ Ռոբերտ Քոչյանը դեմ չի լինի, որ ոչ միայն ինքը չստանա այդ մի դրամ, այլ ինքը ամսական 20 միլիոն դրամ նվեր տա պետությանը։ Այն պայմանով, որ եթե էլի 10 տարի նույն կերպ կղեկավարի Հայաստանի Հանրապետությունը։ Շահավետ գործարք է իր համար, ըստ դատախազության 220 միլիոն դոլար գույք ունի։ 220 միլիոն դոլար միայն հայտնաբերված է, չէ՞, ընդհանրապես։ Չէ, նկատի ունեմ այս մի դրամը մենք տեսել ենք, մենք հենց դա ենք մերժում, մենք ուզել ենք, որ Հայաստանի Հանրապետությունում լինի մի իշխանություն, որը կախված է միայն իր ժողովրդից,
որը սահմանադրությամբ միակ իշխանատերն է։ Իսկ այդ բոլոր մյուս ծրարները դա հասկանանք, դա սահմանադրական կարգի տապալում են նույնիսկ։ Ոնց։ Որովհետև սահմանադրությամբ արգելված է ինձ որևէ տեղից ծրարով գումար ստանալ։ Անկամ եթե ես լինեմ աշխարհի լավագույն մասնագետը, ես պետքա բավարարվեմ միայն այդ 600,000 դրամ աշխատավարձով։ Ու դրան երբեմն տրվող այդ հավելումները արձակուրդայիններով առաջարկում, որ հետ փոխանցվի, բայց լավ, եկեք այդ հարցում չխորանանք, մենք ներքին քաղաքականություն դեռ կգանք, քան որ ռուսական կողմից խոսեցինք, դուք էլ հայկական պատվիրակության կազմում եք Սերգեյ Լավրովի այդ հանդիպմանը, այդ տեսեք, մենք հաճախ ենք այն կողմից լսում, որ Հայաստանում հակառուսական, այսպես ասենք, տրամադրություններն արհեստականորեն գեներացվում, որ, չգիտեմ, արևմուտքն է ամեն ինչի թիկունքում, այդ դուք որպես падգամավոր, որը հայաստանյան մեդիա դաշտը ամբողջ օրը աչքի առաջ է կամ հանրային տրամադրություններն լավ տիրապետում եք, ասացիք, որ գիտեք, երբ որ սպառնում են մեր երկրին օկուպացիայով ձեր քարոզիչները, պարզ է, որ այստեղ ոչ մեկ իր գլխին չի դնելու եւ նրանց չի պարացնելու կամ, չգիտեմ, տարբեր պաշտոնյաներ են նման հայտարարություններ։ Ես կարող եմ վստահեցնել, ինչպես նաեւ կարծես թե այսօր կամ երեք ճեպազույցի ժամանակ ազգային ժողովի նախագահը լրագրողներին ասաց, որ չի եղել մի այդպիսի հարց, որը այսօր մեր օրակարգում հանրային դաշտում կա եւ մենք դրա մասին չենք խոսել, չենք բարձրաձայնել, մեր տեսակետով կարծիքները չենք փոխանցել ռուսական կողմին։ Իրենք էլ տվել են իրենց տեսակետը եւ կարծիքը։ Բավարարել։ Որի մեկի վերաբերյալ ես արդեն ասացի, որ եղել էր այդ հայտարարությունը, որ քաղաքապետարյալը մենք բացատրեցինք, որ նա կալանավորված չէ, որ կոչ է արել, որ Հայաստանը պետք է դառնա Ռուսաստան, Բելարուս միության անդամ։ Այդ գործը կարճվեց, եթե չեմ սխալվում։ Բայց դա տեսեք, ինչի կարճվեց, որովհետև եթե այսօր ես էլ հիմա այս տաղավարում այդպիսի հայտարարություն անեմ, դա հրապարակային հայտարարություն է եւ նոր քրեական դատավարության օրենսգրքով ինքը պետքա ավտոմատ հարուցվի քրեական վարույթ։ Վարույթը դեռ դատավճիռ չի, այսպես ասենք։ Եվ նա կալանավորված է ոչ թե դրա համար, այլ կալանավորված է կա նաեւ փաստաներեցեք տեսագրություններ կամ այդ ձայնագրություններ, որտեղ հստակ ասում են, մենք ամեն ինչ բարձրաձայնել ենք։ Չի եղել այդպիսի մի բան, որի մասին մենք չենք խոսացել։ Տեսեք, նրանք շատ հաճախ նաև ցավոտ են տանում, երբ որ Հայաստանի Միացյալ Նահանգների, Հայաստանի ԵՄ-ի միջև ինչ որ զարգացումներ են լինում, օրինակ հայտնի օրենքի ընդունումը ԵՄ անդամակցության process-ի մեկնարկի երևի ամենաառաջին շարքում հնչող հարցադրումներից է, որ լավ մտածեք, որ ռազմաքաղաքական միավորի է դառնում, ագրեսիվ են մեր դեմ եւ այլն։ Կխնդրեմ նախ այս մասով ձեր այսպես դիրքորոշումը եւ երկրորդը ԱՄՆ-ի հետ կապված բավականին այսպես ակնհայտ զարգացում էր Վենսի այցը եւ հայտնի ծրագրերը, որ չթվարկեմ ամբողջությամբ, ոնց եք դուք բացատրում ռուսական կողմին, որ սա բխում է մեր շահից, ասենք ՏՏ ոլորտը զարգացնելը բխում է մեր շահից եւ պարտադիր չի ձեր դեմ լինի, էլի, կամ ԵՄ գնալը չի նշանակում, որ մենք դառնում ենք, չգիտեմ, հարձակման ֆորպոստ ձեր դեմ։ Մենք մեր ռուս գործընկերներին այդ ամեն ինչը բացատրում ենք, եթե շատ կարճ ասեմ, մեկ նախադասությամբ Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան իրավական պետություն է։ Մենք կայացնում ենք այնպիսի որոշումներ, որը շահ է բերում Հայաստանի Հանրապետությանը։ Մենք չենք կայացնում այնպիսի որոշումներ, որոնք դեմ են որևէ երկրին կամ որևէ երկրի կառավարությանը։ Բայց իրենք այդպես են ընկալում, պարոն Գաբրիել։ Իրենք ամեն ինչ կարող են այդպես ընկալել։ Իսկ մենք այդպես չէինք ընկալում, որ նույն մեր դաշնակիցը զենքեր վաճառում, այն զենքերը, որոնք օգտագործվեցին մեր դեմ, այն զենքերը, որոնք օգտագործվեցին այդ նույն դաշնակցի խաղաղապահ ուժերի աչքի առաջ, երբ 100,000-ից ավելի մեր հայրենակիցներ ստիպված եղան լքել իրենց բնակավայրերը։ Մենք ասում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան է, մենք որևէ մեկի դեմ գործողություններ չենք անում, որևէ կառույցների չենք անդամակցի, որը դեմ կլինի ձեզ, կամ որևէ միության մեջ չենք մտնի, որի նպատակը ոչ թե Հայաստանի Հանրապետության զարգացումն ու շահն է, այլ ուղղված է բացառապես ձեզ, եւ կարծում եմ մեր գործընկերները հասկանում են, որքան էլ տարօրինակ թվա, գուցե այդ հանրային դաշտում, այդ թվում հրապարակային խոսքերում եւ այլն, գուցե մի քիչ խոսույթը այլ է, բայց փակ քննարկումներում ինձ թվում է մենք կարողացել ենք հասնել նրան, որ իրենք բավականին ըմբռնումով են մոտենում, որովհետեւ ներեցեք, իսկ Ռուսաստանը այդ թվում չեր ուզենա, որ աշխարհի երկիր մոլորակի վրայի ամենաթանկ ընկերությունը Nvidia ընկերությունը իր մոտ օրինակ այդ չիպերը արտահանել։ Իսկ թվում է օր առաջ կուզենար, որ այդ գործարանը ոչ թե կառուցվեր օրինակ Հայաստանում, այլ Ռուսաստանում կառուցվեր։ Աշխարհի տասնյակ, եթե ոչ 100-ից ավելի երկրներ այդ լուրը որ տեսնում են, ես դες վստահեցնում եմ, իրանք ասած նախանձով են նայում, որ քարտեզի վրա կա մի պետություն, որտեղ եկել է աշխարհի գերտերության փոխնախագահը ու
ստորագրում է մի փաստաթուղթ, որով թույլատրվում է այս երկիր ներմուծել մի բան, որի համար երբեմն ընդհանուր պատերազմներ են նախապատրաստում, հա, այդ չիպերը հասկանում եք, չէ՞, որ աշխարհում մի քանի երկրներ կան, որոնք հասանելիություն ունեն կամ կարողանում են արտադրել, բայց Nvidia-ն աշխարհի մեջ թանկ ընկերությունն է։ Այս դրա համար է նաև ընդդիմությունը մտավախություն կամ այս աղմուկը հանում, որովհետև իրենք շատ լավ հասկանում են, 4 միլիարդ դոլար ներդրում որ գալիս է Հայաստանի Հանրապետություն, դա երաշխավորում է, որ այդտեղ պատերազմ չի լինելու, դա երաշխավորում է, որ այդտեղ առնվազն լավ չեզոքացվելու է պատերազմի ռիսկը, եթե ոչ հավասարվելու է 0-ի։ Կամ այն մյուս ներդրումն է, կամ միջուկային տեխնոլոգիաներից է խոսում։ Եկեք դրանից առանձին կխոսենք, բայց սա մի քիչ պես կատակ էլի, ես անհամբեր սպասում եմ, որ հանրահայտ ֆեյքաբուծարաններից թեզեր կլինեն այն մասին, որ ամերիկացիները Հայաստանում չիպեր են արտադրելու, ծրագրավորելու են, դնելու են երեխաների գլխի մեջ եւ հայ երեխաները, չգիտեմ, ինչ են դառնալու, ասենք տիեզերագնացներ են դառնալու։ Ինձ թվում է ծրագրավորված է, դա երևի հա, այս պահին երևի այլ բանով են զբաղված, կոնկրետ քաղաքական ուժերի կոմենտներ են գրում, այդ բոթերը կամ լայքեր են ապահովում, ինձ թվում է ինչ-որ բայ այո դա էլ կգեներացվի, բայց դա այնքան արդեն ծիծաղել է, որ ես նույնիսկ խղճում եմ այն միլիարդատերոջը կամ այն մեծահարուստներին, ովքեր դրա վրա գումար են ծախսում եւ իրենց վստահեցնում կամ հավաստիացնում են, որ սա ազդում է մարդկանց վրա, որտեղ մենք այդպիսի դեպքեր էլ ունենք, չէ՞, հայ-ամերիկյան բժշկական կենտրոն ունենք, այնտեղ էլ լրիվ այլ բաների մասին ենք խոսում։ Եթե 5G-երի դեմ պայքար է գնացել, եւ այլն, բոլորովին վերջերս մի ինտիմատիվ վերջերս որ 3 էր կարծես թե Արտուրը Խաչատրյան կարող անունը ոչ թե անունը այլ շփոթված լինեմ այլ падգամորի հետ, բայց ասում էր այս դրոնը որ գնել է Հայաստանը, դա նրա համար է, որ իրականում Իրանի տարածքում հետախուզություն անը։ Դուք հասկանում եք, ու այս մարդիկ դասախոսությունն են կարդում մեր համալսարաններում։ Այսինքն Ամերիկայի Միացյալ Նահանգները ըստ այս մարդու ուզում է մեզ մի բան տա, որով պետքա տենց թաքուն հետախուզական ծառայություն իրականացնի Իրանի տարածքում, ու այդ ամեն ինչը անում է ինչպես։ Բերում է այդ դրոնը, դնում է կառավարության շենքում, փոխնախագահը, վարչապետը գալիս է, այնտեղ իրենց սիրուն ներկայացնում են, ցույց են տալիս մարկան, ցույց են տալիս ինչ մոդելի է եւ ասում են, որ սա Իրանի տարածքում ենք։ Էլ չեմ ասում, որ Միացյալ Նահանգները այսօր այնպիսի տեխնոլոգիա ունի, որ կարողանում է տիեզերքից երևի ընդհանուր մեր այս խոսակցությունը, ասենք, տեղայնացնի, տեսնի, թե մենք որտեղ ենք տեղակայված եւ այլն։ Այսինքն դրա կարիքը ընդհանրապես չկա։ Իսրայելը, չգիտեմ, Իրանի համար վստահաբար ցավոք սրտի այնպիսի ներկայություն ունի այդ երկրի տարածքում, հա, հետախուզականվել է, երբ որ մի օրվա ընթացքում ամբողջ ռազմական մեր հարևան Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, եւ օրինակ այնտեղ, որքանով որ ես եմ նաեւ տեղյակ, նաեւ մեր մոտից է կարծես թե երևում Արարատ լեռան հատվածում կան ամերիկյան ռազմաբազաներ։ Եվ վստահաբար այն դրոնը, որը մենք տեսել ենք, որը վաճառվել է Հայաստանին, այդ դրոնը երևի այդ ամերիկյան զինատեսակների մեջ վստահաբար առաջին հինգյակում հազիվ տեղավորվում է։ Բայց սա կարևոր թեմա է։ Այն ինչու է հաճախ փորձ արվում Իրանի նյարդերը շարժել, կասկածամտություն շարժել, ԵՄ դիտորդները լրտեսում են Իրանին, չգիտեմ, ամերիկացի զինվորներ են գալիս մեղրի ճանապարհ, ցանկացած բան։ Գրեք, պարոն Քոչարյան, ասում եք Թրամփյուղին սպառնալիք է Իրանին եւ այլն։ Ցանկացած գործողություն, որը կարող է ազդել Հայաստանի Հանրապետության հեղինակությանը, մեր ընդդիմությունը վարկյան առաջ չի վարանում եւ դա օգտագործում է։ Կլինի դա թրիփը, կլինի դա ԵՄ դիտորդները, ինչպես ճիշտ նշեցիք, կլինի այս դրոնները, հասկանում եք, առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունը իր պատմության մեջ աշխարհի թիվ 1 գերտերության հետ ռազմական պայմանագիր է կնքում եւ զինատեսակ է ձեռք բերում։ Կարելի ասել վատ է, բայց օրինակ Իրանի գործոնը ինչու այստեղ ասում եմ, բերում են այնտեղ համար, որպեսզի առաջացնեն որոշակի խժդժություններ եւ հետո այդ խոսակցությունները թարգմանվում են համապատասխան երկրներում եւ սպասում են անհամբեր, թե այնտեղից որևէ պաշտոնյա այդ սխալ թարգմանության հիման վրա որևէ հայտարարություն կանի, որտեղ կանասեն, ահա, տեսեք, սա իրական պատերազմ է կամ չգիտեմ, սա Իրանի դեմ է իրականացում։ Հայաստանի Հանրապետությունը Իրանի Իսլամական Հանրապետության հետ բարեկամ երկիր է եւ ինչպես Ռուսաստանի դեպքում ասի, այնպես էլ Իրանի դեպքում մենք որևէ գործողություն չենք անում որևէ երկրի դեմ, մենք ամրացնում ենք մեր պաշտպանունակությունը եւ արդեն 2 օր է պաշտպանության նախարարը ցուցադրում է այն, ինչը մենք արել ենք այս տարիների ընթացքում։ Ես կարող եմ ասել, գաղտնիք է, չեմ կարող շատ բաներ ասել, բայց կարող եմ ասել այն ինչը որ դուք տեսնում եք, մեր հանրությունը տեսնում է, նույնիսկ 3%-ը չէ, հասկանում եք։ Բայց ավելի ցավալին է նա, որ այսօր այդ մի դրամով կամ տենց բարեգործությամբ աշխատել փորձող մարդիկ ժամանակին, եթե ընդամենը 1-2 այդպիսի ամրաշինական
կառույցներ ունենայինք Հայաստանի Հանրապետություն, վստահաբար զոհերի թիվը կամ կորուստների թիվը շատ ավելի քիչ կլիներ, թե դիմությանը տանում եք այդտեղ ցույց տալու։ Մենք ունենք պաշտոնյա, որը ունի Հյուսիսային պողոտայում մի տուն, բնակարան, որի արժեքը գրեթե հավասար է այդ մի ամրացված շինության արժեքին, պատկերացնում եք, իսկ այն ժամանակ չի կառուցվել դա, որովհետև իրանց պետք չի եղել։ Իրանց կարող է իրանք էլ են հավատացած եղել, որ մեծ աղբերը կգա մեզ կփրկի, պետք չի։ Եվ այդ գումարները գնացել են, դարձել են ինչ-որ մեկի, օրինակ մոնումենտի ամրացված ասաբնյակներ։ Ընդդիմությանը տարեք ցույց տվեք, վստահ եմ նրանք կուրախանան։ Մեր ընդդիմությանը տարել ենք, ցույց ենք տվել, եթե ես չեմ եղել այդ խմբում, բայց կարծես թե առաջարկը եղել է, մի քանիսը գնացել, տեսել են, ու հիմա էլի կարճում են, չգիտեմ, զինվորական համազգեստի այսինչու չկա, համազգեստի վրա ինչ չկա։ Ես հասկանում եմ, իրանք ինչ-որ մի բան պետքա խոսան, չէ՞, ի վերջո գալիս են, գրանցվում են, աշխատավարձ են ստանում, փորձում են տենց ժողովրդին ցույց տալ, որ մի բան անում են։ Տեսեք, Վենսի մի խոսք մինչև հիմա քննարկվում է, հա, ի վերջո $5 միլիարդ սկզբնական ամերիկյան արտահանում, գումարած լրացուցիչ $4 միլիարդ երկարաժամկետ աջակցություն վառելիքի սպասարկման պայմանագրերի միջոցով։ Սա նա խոսում էր մոդուլային ռեակտորների կամ այսպես ասենք ատոմականի կառուցման համատեքստում։ Խնդրում եմ ասեք, պարզաբանեք, ԱՄՆ-ն է տալիս այդ փողը, թե դա ներդրումային առաջարկ է, որ կարող ենք այսպիսի բան անել, դուք ընտրեք, Հայաստանն է տալիս այդ փողը։ Ինչ է այս 9 միլիարդը։ Ես կարծում եմ համապատասխան գերատեսչությունները, իմ ոլորտը չի, ես ներգրաված չեմ, պատշաճ արձագանք տվել են եւ կտան։ Ես կարող եմ մի բան ասել, որ ով ուզում է ներդրում անի, Հայաստանի Հանրապետությունը, հայկական ընկերություն, հայ-ամերիկյան ընկերություն, թե Միացյալ Նահանգները, ի վերջո այդ ներդրումը որտեղ արվում է Հայաստանի Հանրապետության տարածքում։ Այդ ատոմակայանը, որ կառուցվելու է, եթե կառուցվի, լինելու է մերը, չէ, այսինքն մերն է։ Հիմա թե ներդրումը որ փուլով ինչ մասնաբաժնով կլինի, կարծում եմ հետագա փուլերում մեր հանրությունը կտեսնի։ Կամ $4 միլիարդ ներդրում, որ այդքան խոսում է, $4 միլիարդ ներդրում մենակ մի պայմանագրով է եկել, իմ ասած Nvidia ընկերության ու գալիս է, չէ։ Իսկ այդ $4 միլիարդ գիտեք, կարող է տենց Միացյալ Նահանգների բյուջեի համեմատ այնքան մեծ չի, ինչքան Հայաստանի համար, բայց ես վստահեցնում եմ $4 միլիարդ այն գումարն է, որի հետևից Միացյալ Նահանգները գալու է, եթե որևէ վտանգ կզգա, որ իր այդ ներդրմանը որևէ բան սպառնում է արտաքին միջամտություն կամ այլ ուժեր, որոնք փորձում են Հայաստանում իշխանություն գալ եւ խաթարել այդ Հայաստան-Ամերիկա կամ Հայաստան-Եվրամիություն համագործակցությունը։ Ինչի չեն տվել ժամանակին։ Չեն տվել, որովհետեւ չեն վստահել։ Եկեք անկեղծ լինենք։ Հայաստանի Հանրապետությունը հասանելիություն չի ունեցել նմանատիպ տեխնոլոգիաների սպառազինության, որովհետև վստահություն չի եղել, դա ես չեմ ասում։ Դա ասում է ԱՄՆ փոխնախագահը, ասում է մենք այսպիսի բան անում ենք, որովհետև վստահում ենք Նիկոլ Փաշինյանին, որովհետև վստահում ենք այս կառավարությանը եւ իրենց ջանքին։ Իսկ ինչի չեն արել նախկինում, որովհետև չեն վստահել։ Այլ կերպ էլ ինչպես ասի, չեն վստահել, որովհետև այդ սպառազինությունները կամ այդ տեխնոլոգիաները, որոնց ստեղծման վրա ոչ թե 5, այլ 50 կամ 100 միլիարդ դոլար են ծախսել տասնամյակների ընթացքում, իրանք չեն ուզել, որ արտահանեն մի երկիր եւ ունենան այն մտավախությունը, որ այդ գաղտնիքները կամ այդ տեխնոլոգիաները հասանելի կլինեն, օրինակ, իրենց համար ոչ բարեկամ երկրներին։ Սա հասկանում եք, սա մի պարզ բան է։ Ես ուզում եմ մեր քաղաքացիները շատ լավ հասկանան, էլի խոսքը ինչի մասին է։ Մենք այս պահին իսկապես ձեռք ենք բերում դաշնակիցներ, նորից եմ ասում, որոնց ամբողջ նպատակը ոչ թե մեզ վերևից նայելն է, ոչ թե որևէ բան թելադրել ու պարտադրելն է, այլ մեր հետ փող շահավետ համագործակցության գնալն է, ինչպես հայտարարեց օրինակ ԱՄՆ փոխնախագահը, որ սա շահավետ է լինելու Միացյալ Նահանգների համար եւ Հայաստանի համար։ Այստեղ 3 կարևոր տեխնոլոգիա տալիս է ԱՄՆ-ն, մեկը ռազմական է դրոնային համակարգը, մեկը էներգետիկ ատոմային տեխնոլոգիան եւ մյուսը արհեստական բանականության։ Իսկ պատկերացնելու համար թե ինչ տրամաբանություն կա աշխարհում մրցակցության պայմաններում, Չինաստանն ու ԱՄՆ-ն պատերազմի մեջ են ուղղակի տեխնոլոգիաներում եւ արհեստական բանականության ոլորտում։ Եթե չգիտեմ, հազարամյակներ առաջ, չգիտեմ, որևէ կնոջ համար էր պատերազմներ գնում կամ որևէ ամրոց գրավելու համար, հիմա պատերազմները այո, տեխնոլոգիաների մրցավազքի մեջ է երբեմն։ Իսկ ինչու ռեսուրսների հիմնական։ Ձեր կարծիքով վստահելը մի կողմ։ Ես կարծում եմ Միացյալ Նահանգներն ոնց եմ ասում, բավական անկեղծ եւ բաց ասած, անում են, որովհետեւ տեսնում են, որ Հայաստանը հուսալի գործընկեր է եւ կարելի է այստեղ գործունեություն ծավալել եւ շահ ունենալ։ Շատ պարզ է, չէ՞, գումարը որ բերում են այստեղ ներդնում են, բնականաբար իրենք էլ են եկամուտ ունենալու։ Այսինքն $4 միլիարդ Fireproof-ը որ բերում եւ Nvidia-ն այստեղ իր գործարանը կառուցում է, բայց դեպքում ինչի ինտիմությունը չի ասում, բա ինչի 24% չունեք կամ բան չունեք։ Դա իրենց ընկերությունն է, Հայաստանի շահը
Եթե միայն տնտեսականն էլ չհանենք, այդ հարկային մուտքեր, մաքսավճարներ եւ այլն աշխատատեղեր հարկեր, նորից եմ ասում, Հայաստանը դառնում է աշխարհի քարտեզի վրա մի երկիր, որտեղ օրինակ երկրի տարբեր երկրի քաղաքացիները ոչ թե իրենց երկրի կառավարություններից լսում են, ինչպես ցավոք նախկինում լսում էին, խորհուրդ է տրվում չայցելել այս երկիր ռազմական վտանգի արկայության դեպքում, այլ դառնում է մի երկիր, որտեղ տվյալ երկրի կառավարությունները ասում են, գիտեք ինչ կա, եթե Nvidia-ի պես ընկերությունը Հայաստանում այսպիսի ներդրում է անում, ուրեմն Հայաստանը գուցե իսկապես շահավետ երկիր է գործակցելու համար եւ կարող է օրինակ դուք էլ գալ ներդրում անել։ Եվ մենք դա տեսնելու ենք։ Ինչքան ուզում են հիմա այս ընդդիմությունը խոսան 5 միլիարդ, 9 միլիարդ գումարում են հանում են հանգիստ ժողովրդան, այդ 4 միլիարդը արդեն իսկ ներդրված է, գալիս է, եւս վստահ եմ մի քանի այդպիսի 4 միլիարդեր գալու են, որովհետեւ Ամերիկայի պես գործընկեր ունենալը, նորից եմ ասում, աշխարհի մյուս երկրների համար բացում է կանաչ լույս է վառում, որ Հայաստանը պաշտպանված երկիր է, Հայաստանում խաղաղություն է, կայունություն է եւ կարելի է վստահորեն ներդրում անել, հարստացնել եւ հարստանալ։ Վարչապետը ՀՄԿ-ի հարցազրույցում ասում էր, մենք ընդհանրապես մտածում ենք 99 տարով Թրամփի ուղու կառուցման շահգործման հետ կապված ԱՄՆ-ին այս թույլտվությունը տալ չտալու վերաբերյալ եւ դիսկոմֆորտ էր հնչում այդ ժամկետը, բայց մյուս կողմից մտածում եմ, որ աշխարհի ամենահզոր երկրի հետ երկրին 99 տարով բերում է այստեղ եւ դա անվտանգության երաշխիք է։ Ես քննադատություններ լսեցի այս հայտարարության նկատմամբ, որ մի երկրից կախումը տանում եք այն մյուս երկրի գիրկն եք դնում, հա, Ռուսաստանից հիմա էլ ԱՄՆ-ի ուղղությամբ են գնում, կամ որ Չինաստանը գիտեք կարող է ԱՄՆ-ին անցնել։ Абսուրդը ո՞րն է, այդ նույն մարդիկ, որ ասում են կախում են դնում, այդ նույն մարդիկ, այդ ասելուց մի շաբաթ առաջ ամեն օր ասում են, որ օրինակ այդ թրիփի ինչ է, ստից բան է, այդ իրականում ընդհանրապես Ադրբեջան-Նախիջևան կապ, այսինքն համ իրենք են մի կողմից թերագնահատում կամ ստորադասում դրա կարևորությունը, հետո էլ ասում են այս է գործիքա, որ շահերի բախում է գալու եւ այստեղ, չգիտեմ, պատերազմի թաթերաբեմ եք սարքում։ Հիմա մի հատ կողմնորոշվեք, հարգելի ընդդիմություն։ Դա կարևոր բան է, թե անկարևոր բան է։ Եթե անկարևոր բան է, ուրեմն վստահաբար դրա համար Հայաստանի Հանրապետություն չի դառնալու որևէ պատերազմների թաթերաբեմ կամ այստեղ որևէ շահեր չեն բախվելու։ Ես վստահաբար կարող եմ ասել, որ թրիփը դա Ադրբեջան ու Նախիջևան կապի մասին չէ միայն, դա ըստ էության այն խաղաղության խաչմերուկ նախագծի տեղայնացված հատվածի որոշակի գործունեությունն է, որը միանշանակ մեր մյուս հատվածների բացելուց հետո էլ բերելու է ըստ էության Հայաստանի Հանրապետության համար, նորից եմ ասում, այո, այդ 99 տարով խաղաղություն, որտեղ մեր միջազգային գործընկերներից շատերը, երբ որ գործողում ենք լինում, իրենք այսպեսի հետաքրքիր բան են ասում։ Ասում են, դուք ունեք Իրան, որի հետ ունեք ազատ առևտրային հարաբերություններ։ Դուք ունեք Թուրքիա, որի հետ առևտուր ունեք, բայց սահմանները փակ են։ Դուք Վրաստանով կարող եք, հա, ծովի միջոցով դուրս գալ Չինաստան, դուք Ադրբեջանի միջոցով եք հիմա կարգում, այսինքն Հայաստանը այն տեղն է, որտեղ գործունեություն ծավալելու համար դու առնվազն լավ, եթե ոչ մի այլ տեղ չգնաս, երկու հարևան ունես, որը 160 միլիոն շուկա է։ Եվ այս սահմանների բացումը, կոմունիկացիաների բացումը կբերի նրան, որ այո, շատ ու շատ տեխնոլոգիաներ, շատ ու շատ ընկերություններ գալու են այստեղ անեն, որովհետև Հայաստանը պաշտպանված երկիր է, մենք մշակույթով շատ մոտ ենք արևմտյան մշակույթին, քաղաքակրթությանը, այստեղ սեփականության իրավունքն է պաշտպանված, այստեղ մարդիկ են ավելի, այսպես ասած, աշխատասեր, բոլորը դա տեսնում եւ հասկանում են։ Ամբողջ խնդիրը այս պահին է տարածք սահմանների փակ լինելն է։ Ես հիշում եմ, երբ որ փոքր էինք, այն ժամանակ չէինք հասկանում, գիտեինք, թե այդպես ասացված կա, որ ասում են բոլոր ճանապարհները տանում են դեպի Հռոմ։ Բայց դա իրականում դա ուղիղ խոսք է, այսինքն այն ժամանակ հռոմեական կայսրությունը այնպես էր ստեղծել, որ բոլոր ճանապարհները պետք է անցնեին այդ կայսրության միջով։ Որտեղ դա հարստություն է, հասկանում եք։ Մենք տեխնոլոգիաներից խոսացինք։ Աշխարհում նաև պատերազմներ են նախանշվում կամ այսպես ասած, հա, լարված իրավիճակներ, փոխադարձ կսմիտներ են փոխանակում ճանապարհների ընտրության հարցով, հա։ Երկրները իրենց պատռում են գրեթե, որ որևէ գազատար կամ նավթամուղ, որը ոչ միայն իրենց երկրի համար է, այլ տարածաշրջանի համար է, անցնի այդ երկրով։ Իսկ մեր ընդդիմությունը, մեր հասարակությանը փորձում է ցույց տալ, որ այ դա, չգիտեմ, աղետ է, դա միջանցք է, դա Միջանցքի թեման փակվեց, թե դեռ կարող է միջանցքի։ Ես չգիտեմ ում մոտ էր բացվել, եթե իրանց մոտ ինձ թվում է իրանց, հա, նկատի ունեք ընդդիմության դաշտում։ Նու հանրային դիսկուրսում նրանք ովքեր բացել էին այդ միջանցքի թեման, ինձ թվում է իրանց մոտ դա չի էլ փակվելու։ Բայց ժամանակը ցույց տվեց, չէ՞ որ այդպես չի։ Ես նորից եմ ասում։ Չէ, ԱՄՆ-ին տվեցիք միջանցք։ Հայաստանի Հանրապետությունը։ Թուրանական միջանցք ԱՄՆ-ին է։ Հա, հիմա էլ այդպես են
Հիմա չէ օգոստոսի 8-ի։ Դրա համար եմ ասում, քանի կար ասում են դա էական նշանակություն չունի, հիմա էլ ասում են միջանցք դրան։ Որ այդ ընկերության մեջ Հայաստանի Հանրապետությունը ունի նաև իր փայաբաժինը։ Այսինքն բացի այն որ հարկեր, турքեր եւ այլն պետքա վճարեն, մենք այդտեղ ունենք շատ ինչ խնդիր կա։ Որոշումների կայացման հավասար իրավունք է ԱՄՆ-ի հետ, ինչքան գիտեմ, չէ՞։ Թե առնվազն կարևորագույն սկզբունքային մեզ համար կետերում, այո։ Դուք հասկանում եք, մենք Հայաստանի Հանրապետություն եւ Միացյալ Նահանգներ, էլի Ժողովուրդ ջան, եկեք հասկանանք, էլի։ Մենք այդպիսի երկրի հետ կնքել ենք մի պայմանագիր, որտեղ գրված է, որ Միացյալ Նահանգները, օրինակ, դրանցից մեկը, էլի, Միացյալ Նահանգները իր մասնաբաժինը վաճառելու կամ որևէ կերպ բաժնետերի մեջ փոփոխություն կատարելու դեպքում պետք է նաև ստանա Հայաստանյան կառավարության համաձայնությունը։ Կհամաձայնվեք, եթե Թուրքիային տան այդ բաժնեմասերից։ Եկեք ասեմ, որ մենք այդ փուլը չենք էլ դիտարկում, մենք դիտարկում ենք հայ-ամերիկյան համագործակցությունը, ինչպես փաստաթղթում գրված է, առնվազն 99 տարով։ Մենք կարծում ենք, որ Միացյալ Նահանգների համար Հայաստանի Հանրապետությունը, խաղաղ Հայաստանի Հանրապետությունը, ժողովրդավար Հայաստանի Հանրապետությունը, արտաքին այլ ուժերից կախում չունեցող Հայաստանի Հանրապետությունը իրական դաշնակից է տնտեսական, քաղաքական եւ շատ այլ առումներով Ամերիկայի Միացյալ Նահանգների համար առաջիկա 99 տարում այստեղ գործունեություն ծավալելու եւ չմտածելու անգամ, որ կարելի է իր մասնաբաժինը որևէ մեկին օտարել։ Շնորհակալ եմ, մենք անպայման նաև ընդդիմության եք լսում բարբերաբար այս թեմայով, էլի կլսենք, շնորհակալություն զրույցի համար։ Factor TV-ում հյուրընկալել ենք Սիսիա Գաբրելյանին։